Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Մենք լավ նախադրյալներ ենք ստեղծել 2025 թվականին, որպեսզի 2026-ը մեր երկրի համար լինի ել ավելի հաջող, անվտանգ եւ առաջընթացով լի տարի։ Վրաստանն ինքնիշխան է եւ ուժեղ, ինչպես երբևէ հայտարարել է Իրակլի Կոբախիձեն Ռուսթավի 2 հեռուստաալիքի եթերում։ Վրաստանի վարչապետն անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Ռուսաստանի նկատմամբ մեր քաղաքականությունը շատ պարզ է։ Մենք ունենք կարմիր գծեր, որոնք վերաբերում են օկուպացիայի հարցին։ Քանի դեռ Վրաստանի տարածքի 20%-ն օկուպացված է, հնարավոր չէ էապես փոխել ստատուս քվոն, ներառյալ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը։ Կոբախիձեի խոսքով Թբիլիսին Մոսկվայի հետ շարունակում է պահպանել առևտրատնտեսական կապերը եւ վարում է պրագմատիկ քաղաքականություն։ Վրաստանի խնդիրը հակամարտության խաղաղ կարգավորումն է, նշել է վարչապետը։ Անդրադառնալով Եվրոպական միության հետ հարաբերություններին, Կոբախիձեն նշել է, որ դրանք գտնվում են ճգնաժամային վիճակում։ Նրա խոսքով պատճառն այն է, որ եվրոպական ինտեգրման հարցը 2022 թվականից օգտագործվում է որպես շանտաժի գործիք Վրաստանի դեմ։ Կոբախիձեն Եվրամիությանը մեղադրել է նաեւ երկակի ստանդարտների համար։ Նա համոզմունք է հայտնել, որ Վրաստանն ամեն ինչում գերազանցում է Ուկրաինային, Մոլդովային, Բոսնիա եւ Հերցեգովինային եւ մյուս թեկնածու երկրներին, սակայն Թբիլիսիի նկատմամբ վերաբերմունքն այլ է։ Վրաստանի իշխանությունները հայտարարել են արտաքին գործերի նախարարության կառուցվածքի հիմնարար փոփոխությունների մասին արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում ճգնաժամի ֆոնին։ Արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին նշել է, որ փոփոխությունները թույլ կտան ունենալ առավել ուժեղ, ճկուն եւ արդյունավետ արտաքին քաղաքականություն, պետական շահերի պաշտպանության եւ կառավարության առաջնահերթությունների պատշաճ կատարման համար։ Նրա խոսքով փոփոխություններն անհրաժեշտ են հաշվի առնելով անվտանգության ոլորտում առկա հրավերները, աշխարհաքաղաքական փոփոխությունները եւ միջազգային ասպարեզում աճող անորոշությունը։ Բոճորիշվիլին հիշատակել է վերջին արտաքին միջամտությունները, որոնք ուղղված են երկրի քաղաքական ընտրության խաթարմանը։ Նախարարը հայտնել է, որ արտգործնախարարությունում ընթացող փոփոխությունների համատեքստում 2025 թվականին Վրաստանի 82 դիվանագիտական ներկայացուցչություններից 36-ի ղեկավարները փոխարինվել են։ 2026 թվականի մարտի 11-ից Turkish Airlines-ը ուղիղ չվերթներ կիրականացնի Հայաստան շաբաթական 7 անգամ։ Տեղեկացրել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլչը, այն համարելով մեկ քայլ առաջ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Մայիսի 14-ից Ստամբուլ-Երևան չվերթների շաբաթական հաճախականությունը կհասնի 10-ի։ Հունիսի 15-ից էլ չվերթները կիրականացվեն շաբաթական 14 անգամ։ Թուրքական մամուլը հայտնում է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում թուրքական կողմում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Մասնավորապես Ալիջան սահմանային անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ եւ նախապատրաստական միջոցառումներ։ Նշվում է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Ալիջանի ճանապարհի լրացուցիչ շինարարություն, որը կբարելավի կապը Իգդիրի ուղղությամբ եւ կմեծացնի տարածաշրջանային առևտրի ու լոգիստիկ հնարավորությունները։ Տեղում ուսումնասիրություններ են իրականացրել Իգդիրի նահանգապետը, միգրացիոն ծառայության ղեկավարը, Թուրքիայի պաշտպանության նախարարության լոգիստիկայի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը եւ այլ պետական կառույցների ներկայացուցիչներ։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ 2026 թվականի սկզբին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակում նախատեսվում են մի շարք խորհրդանշական քայլեր։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը եւ ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալանը Դամասկոսում հանդիպել են Սիրիայի նախագահ Ահմեդ Աշշարայի հետ։ Քննարկվել են տնտեսական եւ առևտրային, հետախուզական եւ ռազմական համագործակցության ամրապնդման, ինչպես նաեւ փախստականների վերադարձի, Սիրիայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների վերացման հարցերը։ Ֆիդանը նաեւ հանդիպել է իր սիրիացի գործընկեր Ասադ Աշ-Շեյբանիի հետ։ Համատեղ մամուլի ասուլիսում Ֆիդանը հայտնել է, որ գործընկերոջ հետ ծավալուն քննարկում են անցկացրել, որի գլխավոր թեմաներն են դարձել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունն ու Սիրիայի կայունության սպառնալիքները։ Թուրքական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Սիրիայի կայունությունը չափազանց կարևոր է Անկարայի համար։ Ֆիդանի խոսքով Սիրիայի դեմոկրատական ուժերը ամենայն հավանականությամբ չեն ձգտում իրական առաջընթացի Սիրիայի պետական ինստիտուտների հետ ինտեգրման հարցում։ Նրա խոսքով քրդական ուժերն իրենց առանձին գործողություններ համակարգում
հանդիքում են Իսրայելի հետ, ինչը լուրջ խոչընդոտ է պաշտոնական Դամասկոսի հետ ընթացող բանակցություններում։ Միևնույն ժամանակ 13 տարվա դադարից հետո Դամասկոսում Թուրքիայի դեսպանն անցել է պարտականությունների կատարմանը։ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության երկրների միջև համագործակցությունը երկարաժամկետ ռազմավարություն է ուղղված ուժեղ տարածաշրջանի ձևավորմանը, ազգային ինքնիշխանության ամրապնդման, տրանսպորտային կապերի եւ առևտրի դյուրացման, էներգետիկ անվտանգության բարձրացման եւ այլ միջոցներով։ Այդ մասին նշված է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի ուղերձում, որը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ընթերցել է Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Ուղերձում ասվում է, որ Իրանը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային եւ բազմակողմ մեխանիզմներին եւ ձգտում է լինել արդյունավետ ու հուսալի գործընկեր, իսկ Եվրասիական տնտեսական միությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականության եւ տնտեսական դիվանագիտության մեջ։ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի իրականացումը եւ Իրանի կողմից դիտորդի կարգավիճակ ստանալը ազդարարում են միության հետ արդյունավետ եւ ազդեցիկ համագործակցության սկիզբը։ Ի հեճուկս Արևմուտքի պահանջի Իրանը չի խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Ակնկալել, որ յուրաքանչյուր երկիր, որը հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ եւ բարեկամական կապեր է հաստատել նրա հետ, կխզի այդ հարաբերությունները Եվրոպայի պահանջով, միանգամայն անտրամաբանական է։ Պաշտոնյայի խոսքով եվրոպական երկրները պետք է ուշադրություն դարձնեն իրենց վարքագծին եւ վերլուծեն, թե ինչու է սկսվել Ուկրաինայում հակամարտությունը։ Բաղային հավելել է, որ Թեհրանը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտությանը որևէ միջամտություն չի ունեցել եւ չունի։ Իսլամական Հանրապետությունը ի սկզբանե հայտարարել է, որ երկու երկրի միջև տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության միջոցով, հավելել է խոսնակը։ Ակտաուում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումից անցել է մոտ 1 տարի, սակայն դրա վերաբերյալ վերջնական զեկույցն այդպես էլ չի ներկայացվել։ Այդ մասին հայտարարել է ադրբեջանական ավիաուղիների փոխնախագահ Իլհամ Ամիրովը։ Նրա խոսքով նախնական զեկույցում արդեն նշված է, որ ինքնաթիռի թռիչքի ժամանակ տեղի է ունեցել անօրինական ֆիզիկական միջամտություն։ Սև արկղի տվյալների վերցանումից հետո պարզ է դարձել, որ արտաքին ազդեցության հետևանքով միաժամանակ շարքից դուրս են եկել ինքնաթիռի 3 կենսական համակարգեր։ Հոկտեմբերի 9-ին Տաջիկստանում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիևն անդրադարձել են ինքնաթիռի վթարին։ Ավելի ուշ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը Մոսկվայից ակնկալում է 4 քայլ՝ պաշտոնական ներողություն, լիարժեք հետաքննություն, մեղավորներին պատասխանատվության ենթարկում եւ փոխհատուցում։ Ադրբեջանը եւ Թուրքիան հաստատել են տնտեսական համագործակցության ծրագիրը։ Որոշումը կայացվել է համատեղ միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արդյունքներով։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ երկկողմ համագործակցության, առևտրատնտեսական համագործակցության, ներդրումների, էներգետիկայի, տրանսպորտի, միջին միջանցքի հետ կապված համատեղ ենթակառուցվածքային նախագծերի, ինչպես նաեւ հումանիտար եւ կրթական կապերի վերաբերյալ։ Հատուկ ուշադրություն է դարձվել էներգետիկ նախաձեռնություններին, այդ թվում հարավային գազային միջանցքի հնարավորությունների ընդլայնմանը, դեպի Եվրոպա եւ Մերձավոր Արևելք ադրբեջանական գազի մատակարարմանը, ինչպես նաեւ Իգդիր Նախիջևան գազատարի նախագծին։ Նիստի արդյունքներով Ալի Ասադովը եւ Ջևդեթ Յիլմազը հաստատել են 110 կետանոց գործողությունների ծրագիրը, որն ընդգրկում է երկկողմ համագործակցության առանցքային ուղղությունները։ Յիլմազը հայտնել է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին։ Ադրբեջանական պետական նավթագազային ընկերությունը թուրքական Gama Energy ընկերության հետ համաձայնագիր է ստորագրել Թուրքիայում 870 մեգավատ հզորությամբ էլեկտրակայանի առքուվաճառքի մասին։ Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել Բաքվում ադրբեջանա-թուրքական երկրորդ ներդրումային համաժողովի շրջանակում։ Փաստաթղթի համաձայն էլեկտրակայանի մասնաբաժնի 100%-ը պատկանում է Սոկարին։ Գործարքի արժեքը կազմում է $225 միլիոն։ Նշվում է, որ այդ ներդրումը ոչ միայն ուժեղացնում է Սոկարի դիրքերը Թուրքիայում էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, այլև նպաստում է երկու երկրի միջև ռազմավարական էներգետիկ համագործակցության հետագա խորացմանը։ Բարդուհի Հարությունյան, հարևաններ։